Բարևձեզ, այսօր մեր 4-րդ սեմինարը կնվիրենք կրիպտոգրաֆիային, կքննարկենք ինչ այն կրիպտոգրաֆիան իրանց ներկայացնում ու ինչպես է մաթեմատիկան այդտեղ կիրառվում, մասնավորապես RSA ալգորիթմը կքննարկենք եւ իհարկե մի քիչ կիրառություններից, հենց կրիպտոգրաֆիայի կիրառություններից կխոսենք։ Տրադիցիոն հացից սկսենք, այսինքն վերնագիրը անցած անգամ ազդանշանների մշակում էր, հարցնենք ինչ է ազդանշանների մշակումը, հիմա թեման կրիպտոգրաֆիա է, սենց հարց տանք, ինչ է կրիպտոգրաֆիան, ինչ գիտեք սրա մասին ընդհանրապես։ Նախ, եթե այս բառը փորձենք հունարենից թարգմանել, կրիպտոս նշանակում է գաղտնի, գրաֆը նշանակում է գրում է, գաղտնագրում է, գաղտնագրություն, հայերեն հենց այդպես էլ կանվանենք։ Եթե ինչ-որ սահման փորձենք տանք, իհարկե սա խիստ սահմանում չի, բայց կրիպտոգրաֆիան գիտություն է կամ մեթոդների ամբողջություն, ինֆորմացիայի ծածկագրման, գաղտնիության ապահովման, վավերացման մասին։ Եկեք խնդրի դրվածքը նկարենք, ընդունված է այդ ստացողին ու ուղարկողին անուններ տալ, անգլեն A.B. Ellis Bob, մենք էլ այդ անունները կօգտագործենք, չնայած կարող ենք հայկականացնել, բայց եկեք փորձենք ինչ-որ դիագրամով ցույց տալ, հա։ Սա Ալիսն է, սա Բոբն է։ Ալիսը ուզում է ինչ-որ ինֆորմացիա ուղարկի Բոբին։ Ինֆորմացիան եկեք պայմանավորենք, որ հաղորդագրություն է, ինչ-որ։ Ինչ խնդիր կա այս հաղորդագրությունը ուղարկելու ժամանակ, խնդիրն է, որ այս կապը կարող ապահով չլինի ու այդ հաղորդագրությունը հասանելի դառնա ինչ-որ երրորդ մարդու։ Մասնավորապես ինչ-որ գաղտնալսողի, հա։ Գաղտնալսողն էլ սովորաբար Էվա են անվանում, Իվ, Եվա, այլն։ Ամբողջ խնդիրն է թույլ չտալ այս գաղտնալսողին, հա, սա գաղտնալսողն է։ Այս հաղորդագրություն ստանալ, մարդիկ փորձել են ինչ-որ մեթոդներ մշակել այդ անելու համար, եթե պատմությունից խոսենք, բավական հին է կրիպտոգրաֆիան, իրականում առաջի այդ գաղտնագրված նամակները դեռ ասում են, որ Եգիպտոսի Բաբելոնի շրջանից, այսինքն 4000 տարի առաջ մարդկանց մտքով արդեն անցել է իրենց նամակները ինչ-որ ձևով գաղտնագրել, որպեսզի ոչ մեկը այդ ոչ մի անցանկալի մարդ չիմանա դրա մասին։ Կրիպտոգրաֆիայի նպատակը, եթե փորձենք ձևակերպել, ինքը հաղորդագրությունը այնպիսի ծածկագրի վերածել, որ միայն ստացողը կկարողանա վերցնել այդ ծածկագիրը, հա։ Եկեք հասկանանք սա ոնց է արվում, նախ մի քանի հիմնական գաղափար, բաց տեքստ անվանում ենք այն ինֆորմացիան, որ այս ուղարկողը ուղարկում է, ընթեռնելի տեքստ, հա։ Իհարկե ինքը պատահի չի հաղորդագրությունը լինի, բայց ցանկացած ինֆորմացիա կարող ենք ինչ-որ տողի ձևով, հա, տեքստի ձևով ներկայացնել։ Գաղտնագրումը այս M-ի վերածումն է ծածկագրի, հա, եկեք այս գրաֆիկը մի քիչ, այս դիագրամը մի քիչ ավելի ընդլայնենք։ Ուրեմն Ալիսը ինչ-որ ինֆորմացիա է ուղարկում, M ինֆորմացիա, հա, ինքը գաղտնագրման փուլով է անցնում, այսինքն այս M-ը դառնում է արդեն ինչ-որ C տեքստ, հա, C-ն գաղտնի է։
այս C-ն անգլերեն cipher բառից է, շիֆր, հա, ծածկագիր։ Հետո այս ծածկագիրը ոնց պետք է հասնի ստացողին, պետք է հետ վերա, ինչպես։ Հա, էլի պետք է դառնա M, այսինքն դա այդ գործողությունը կոչվում է վերցանում, այստեղ եւի արժի անգլերեն տերմիններն են գրել, անգլերեն գաղտնագրումը encryption-ն է, վերցանումը decryption-ն է։ Այս վերցանման արդյունքում ինքը նորից դառնում է սկզբնական հաղորդագրությունը եւ այդպես հասնում է բոբին, հա, ստացվում։ Ինչն է խնդիրը այստեղ, որ պետքա ինչպես ասացինք, այս ինֆորմացիան այնպես գաղտնագրվի, որ ուրիշ 4-րդ անձի հասանելի չդառնա, բացի այդ նաև պետքա վերջում հենց ճիշտ տեքստ, չէ, հետ հասնի, այսինքն նաև պետքա որ ինֆորմացիայի ամբողջականությունը պահպանվի։ Այս կրիպտոգրաֆիան այդ բոլոր խնդիրներին փորձում է լուծում տալ։ Այսինքն գաղտնագրումը իրենց ֆունկցիա ներկայացնում, որը եմը ձևափոխվում է C-ի, C-ն անվանում ենք ծածկագիր, ինքը հասկանալի չի, ինտերնելի չի, հետո ինչ որ հակադարձ գործողություն է կատարվում, վերցանում եւ նաեւ այսպիսի բանալի գաղափար կա, անգլերեն key, դրա համար key տավարակ նշանակում։ Բանալին ինչ որ ինֆորմացիա է, որը այս գաղտնագրման ու վերցանման ժամանակ օգտագործվում է։ Ավելի մանրամասն կոնկրետ օրինակների վրա կնայեք, հա։ Մի քանի հիմնական տիպի է բաժանում կրիպտոգրաֆիայի ալգորիթմները, առաջինը սիմետրիկ կրիպտոգրաֆիան է, երբ որ այս բանալին եւ ստացողի եւ ուղարկողի համար նույնն է, այսինքն եւ գաղտնագրումը եւ վերցանը նույն բանալիով արվում։ Հա, այսպես։ Այստեղ է նույն բանալին։ Այս եւ այս փուլում նույն բանալին օգտագործվում։ Այսպիսի ալգորիթմերի ամբողջությունը անվանում ենք սիմետրիկ կրիպտոգրաֆիա, ինչն է առավելությունը ինքը բավական արագ, ընդհանրապես ալգորիթմները արագ ալգորիթմներ են, բայց խնդիր կա, բանալին պետք է գաղտնի պահվի, քանի որ բանալին երկու հոգի են տիրապետում, իրանք պետք է ինչ-որ կերպ այս բանալիի փոխանակում կատարեն, հա, իրար միջև, որ երկուսն էլ իմանան այդ բանալին, որպեսզի մեկը կարողանա գաղտնագրի, մյուսը կարողանա վերցանի։ Այստեղ խնդիր կարող առաջանա, եթե բանալին ինչ-որ մեկ ուրիշին հայտնի դարձավ, արդեն այդ մեկ ուրիշն էլ կկարողանա գաղտնագրել ու վերցանել ու այդ հաղորդագրությունը իմանալ։ Մյուս տարբերակը անհամաչափ կրիպտոգրաֆիան է, մյուս ալգորիթմների ամբողջությունը, այստեղ գաղտնագրելուց օգտագործում ենք բանալի, որը բոլորին հայտնի է, այսպես կոչված public key է, հա, եթե սա սիմետրիկն է, փորձենք ասիմետրիկ կրիպտոգրաֆիայի ընդհանուր բանը գծել։ Ուղարկողը այս դեպքում օգտագործում է հանրային բանալի կամ բաց բանալի, public key։ Սրա միջոցով ինքը գաղտնագրում է մեր հաղորդագրությունը, ստանում է ինչ-որ շիֆր, հա, ծածկագիր, հետո այս ընդունողը, հաղորդագրություն ընդունողը, բոբը, իր գաղտնի բանալի օգնությամբ վերցնում այս ինֆորմացիան եւ ստանում է սկզբնական բանակ։ Այսինքն այստեղ բանալին ունի ընդհանրապես մեկ հոգի, դա ստացողն է։ Իսկ այս մյուս բանալի հայտնի լինելը առաջի հայացքից կարող է շատ անբնական թվա ու անապահով թվա, չէ՞, որ բոլորը կարան այս բանալիին հասանելիություն ունենան, բայց կոնկրետ այդ RSA ալգորիթմը, որ կքննարկենք, հենց այս տիպի ասիմետրիկ կրիպտոգրաֆիայի ալգորիթմը, կտեսնենք, որ
ոչ մի կերպ այս գաղտնի բանալի գաղտնիությունը ամբողջովին ապահովությունը տալիս է, էլի մեր ալգորիթմի։ Մի մեթոդ էլ կա հեշավորում ակոչում, երբ որ մենք ինֆորմացիան ինչ-որ ֆիքսված երկարության տողի ենք վերածում, հեշ ֆունկցիաների միջոցով, բայց սա այսօր չենք քննարկի։ Հիմա եկեք մի հատ պարզագույն ալգորիթմ քննարկենք կրիպտոգրաֆիայի, սիմետրիկ կրիպտոգրաֆիայի ալգորիթմը, կոչվում է Կեսարիի ալգորիթմ կամ Կեսարի ծածկագիր, կարող գուշակեք, որ հռոմում այսպիսի ալգորիթմ արդեն մարդիկ օգտագործել են։ Այս ինչն է Կեսարի ալգորիթմի իդեան, որ մենք վերցնում ենք այբուբենը, որով տեքստը պետք է գրվի, ենթադրենք լատինական այբուբենն է, A, B, C, D, E, F եւ այլն ամբողջ այբուբեն չգրենք, վերջում U, V, W, X, Y, Z ու տառերը տեղաշարժում ենք։ Այսինքն, եթե հենց թե քանի քայլով իհարկե կարող ենք մենք ընտրել, բայց ենթադրենք 3 քայլով, հա, կան մեզ մոտ այդ քայլի չափն է, 3 քայլով աճ եք տեղաշարժում, ան ինչ կդառնա, ան կդառնա D, չէ, B-ն կդառնա E, C-ն կդառնա F, D-ն կդառնա G, E-ն կդառնա H, F-ը I, ու այսպես շարունակ, ուն եթե 3 քայլով տեղափոխենք X կդառնա, V-ն Y, W, Z, X-ը ձեզ ինչ պետք է դառնա, էլի A պետք է դառնա, չէ, Y-ը B, Z-ը C։ Եթե սա փորձենք ֆունկցիա ներկայացնենք, հա, մաթեմատիկորեն, դե տառերը իհարկե բնական կլինի համարակալել, 0-ից սկսած, 0, 1, 2, մինչև 26 տառ, չէ, լատինական, 24, 23, 24-25։ Այս համարակալման հետ կապված հարցեր կան, բացվի չէ։ Ֆունկցիան ոնց կներկայացվի, եթե մենք փորձենք f ֆունկցիան գրել m-երորդ համարի տառին կամ համապատասխան m թվին m պլյուս 3 հիմա սա ճիշտ կլինի այս բանաձևը, ըստ ձեզ։ Վերջինների համար ճիշտ չի, դրա համար ոնց ճիշտ կդարձնենք։ 23-ին եթե 3 գումարենք 26 է ստացվում, իրան պետք է այլի 0 սարքել, չէ։ Ну դա համակարգով կարանք գրենք, բայց դա մի քիչ, հա, որպես առաջ տարբերակ կարելի է, բայց այստեղ մի հատ կոնցեպտ կա մաթեմատիկայում, որ թվերի տեսություն հատկապես, դա մոդուլով գումարումն է։ Եթե ծանոթ չեք, դա չի երևի նկարագրել։ 26 մոդուլով գումարում ենք։ Ինչ է նշանակում ընդհանրապես n մոդուլով գումարել, նշանակում է A թիվը գումարել B-ին, վերցնել այդ թվի վրա մնացորդը։ Հա։ A պլյուս B ըստ մոդուլ n-ի, նշանակում է ան գումարում ենք B-ին ու վերցնում սրա մնացորդը n-ի վրա։ Ամենահայտնի գումարման ձևը այս մոդուլով գումարման, որ եթե ծանոթ չեք պատկերացնելու համար, ժամերի դեպքում է աշխատում։ Ասենք, եթե ժամը 16-ն է, 10 ժամ հետո չի լինի, չէ, ժամը 26-ը։ Կլինի 16 պլյուս 10 ըստ մոդուլ 24-ի, քանի որ 24 ժամով ենք մենք հաշվարկում, այսինքն կլինի ժամը 2-ը, չէ, գիշերվա 2։ Կամ եթե կարանք 12-ով էլ, հա, եթե ժամացույցի վրայի բանով նայենք, հա, այս
12-նա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 Եթե ուզում ենք իմանանք ժամը 5-ից 8 ժամ հետո որ ժամն է, 5-ին կգումարենք 8, կվերցնենք 12-ի վրա մնացորդը, կստանանք 1, չէ։ Այս սկզբունքով այդ կոդավորումը արվում, այսինքն այս եւ ֆունկցիան k-ից ու n-ից կախված ինքը զուտ վերցնում է այդ հաղորդագրության ամեն տառ, դրան գումարում է k, մեր դեպքում 3, ըստ մոդուլ 26-ի ու ստանում ենք ծածկագիր։ Վերցանումը ոնց կարվի, ստեղ, ենթադրենք ունենք hello text-ը, կոնկրետ text գրենք։ Ինչ կդառնա այս տեքստը։ Իհարկե, այստեղ մենք ամբողջ այգուբենը չենք պատկերել, բայց հաշը որտեղ կգնա։ Թե 3 հատ հաշվենք։ I ժի K, չէ։ K։ Yen կգնա հաշի, L-ը կգնա M-ն O, հաջորդ L-ը բնականաբար էլի նույն տաղին կգնա, օնել Հիմա եթե ձեզ այսպիսի տեքստ տրված լինի, դուք դժվար թե գուշակեք, չէ, սա որտեղից է ստացվում։ Այսինքն գաղտնագրման արդյունքում սենց բան ենք ստանում։ Հիմա ո՞նց ենք վերցանելու։ Հետ պետք է, չէ, գնանք, այսինքն վերցանման ֆունկցիան էլ եթե j-ով նշանակենք, սա գաղտնագրումն է։ J-ով էլ եկեք վերցանում ֆունկցիան նշանակենք։ J-ը ինչի հավասար կլինի։ M-3։ Էլի ես մոդուլ 26-ի, որ օրինակ i-ից հետ գնանք, -3-ը դառնա նույն 23, հա։ Շատ լավ։ Նկատեք, որ եւ գաղտնագրումը եւ վերցանը նույն բանալն են օգտագործում։ Բանալը մեզ մոտ այս թիվն է, ընդհանրապես։ Այսինքն սրանից այս ֆունկցիան օգտագործելով հետ կգանք սկզբնական բանը։ Այս ալգորիթմը ընդհանրապես այսպես նախ եթե փորձենք զուտ գուշակել ինչ ալգորիթմ է կիրառված, որ տեքստից մյուս տեքստն է ստացել, ընդհանրապես ինչքան տարբերակ ունենք մենք այս տառերը խառնելու իրար մեջ։ 26-ի ֆակտորիալ, որտեղ 26 տառ, ճիշտ է։ Չէ, որտեղ ամ կարանք ցանկացած 26, նու եթե այսպես գործողություն չենք անում, էլի, ուղղակի տառերը խառնում ենք իրար, կունենանք 26 անգամ 25 անգամ 26-ի ֆակտորիալ եղանակ, որը բավականին մեծ թիվ է, հա։ Կարծեմ ինքը 2-ի 88 աստիճանի կարգի է, այսինքն այդ մեթոդը գործնական չեն կարող կիրառենք։ Բայց այսպիսի մեթոդ կա, որ իրականում այս ծածկագիրը ահագին խոցելի է դարձնում, դա տառերի հաճախականության վերլուծությունն է։ Օրինակ, եթե անգլերեն տեքստ է կամ ցանկացած լեզվով տեքստ է, համաձայն եք, չէ, որ բոլոր տառերը նույն հաճախությամբ չեն հանդիպում։ Մասնավորապես անգլերենում այս ի տառը ընդհանրապես ամենահաճախ հանդիպող տառն է տեքստի մեջ։ Այդ հաճախականության վերլուծությունը կարելի է տոկոսներով ներկայացնել, էլի, այսինքն ամեն տառը քանի տոկոս հաճախությամբ է միջինում հանդիպում, ու այս ստացված տեքստում, եթե խոսքը իհարկե մեծ տեքստերի մասին է, ոչ թե մի բառի, եթե մեծ տեքստում նայենք, որ տառերն են ավելի հաճախ հանդիպում, այսինքն այդ նույն հաճախականային անալիզը այս ծածկագրի վրա անենք, հնարավոր կլինի գուշակել, որ տառը որին է, հա, համապատասխանեցված։ Բայց իրականում այսի դրան այդ տառերի խառնումը, հա, ինչ-որ ձևով ժամանակակից ալգորիթմներում օգտագործվում է, այսպիսի ալգորիթմ է, AES-ը կոչվում, ինքսիմետրիկ ալգորիթմ է։ Իհարկե կառուցվածքը շատ ավելի բարդ է, շատ ավելի խրթին է, որպեսզի հեշտ չէ իրան կոտրել, բայց այս սկզբունքը հիմքում
ամեն դեպքում կա։ Հիմա մի քիչ շեղվենք RSA-ը ընդհանրելու համար մեզ պետք է մի հատ մաթեմատիկական ֆունկցիա սահմանել։ Ցանկացած բնական թվի համար կարելի է սահմանել ֆունկցիա, որը այստեղ բառերով եմ գրել, կարող եմ նաև մաթեմատիկական տեսքով գրել, n բոլոր թվերը n-ից փոքր եւ 1-ից մեծ կամ հավասար բնական թվերը իհարկե, որոնք n-ի հետ փոխադարձաբար բարձ են, այստեղ պետք է գրեմ n-1, չնայած n-ը n-ի հետ փոխադարձաբար բարձ չի բնականաբար, տարբերություն չկա։ Այս նշանակման ծանոթ եք, չէ՞։ GCD-ով նշանակվում է ամենամեծ ընդհանուր բաժանարի թվերի։ Մեր մոտ հիմնականում ընդունված է այս չգրել ուղղակի փակագծեր դնել, բայց մենակ երկու թիվ փակագծի մեջ այդ շատ բան կարող է նշանակի, էլի դրա համար GCD-ն բացվում է greatest common divisor, ամենամեծ ընդհանուր բաժանար։ Եթե սա 1 է, դա նշանակում է, որ կանոնը փոխադարձաբար բաց է։ Այս բազմության էլեմենտների քանակը կոչվում է n թվի a-ների ֆունկցիա։ Որպեսզի այս սահմանում հասկանալի լինի, եկեք օրինակ phi 9-ը հաշվենք։ Եկեք այդ բազմությունը թվարկենք, որ թվերն են 9-ի հետ փոխադարձաբար բաց։ Բա 1-ը։ Միշտ 1-ից ենք սկսում։ 1-ը ցանկացած թվի հետ փոխադարձաբար բաց է։ 7, չէ՞, բացի 3-ի բազմապատիկներից, այս պայմանին էլ ուշադրություն դարձրեք, n-ից փոքր թվեր եք նայենք։ Այսինքն phi 9-ը հավասար է այս բազմության էլեմենտների քանակին։ Այսինքն 6։ Այսինքն 6։ Մի ուրիշ օրինակ, որը կարող ենք իհարկե հաշվելով անենք, բայց կարող ենք ավելի արագ ասենք։ Այսինքն այո, քանի որ 17-ը բաց թիվ է, phi 17 ուրեմն ինչի հավասար կլինի 16-ի, որտեղ ինքը իրանից փոքր բոլոր բնական թվերի հետ փոխադարձաբար բաց է։ Բարձր, չէ՞։ Ընդհանրապես ասած, կարելի է phi-ի համար բանաձև գրել, շատ հեշտ գործ չի, բայց կարելի է անել, բայց մեզ դա պետք չի իրականում, մեզ ընդհանրապես երկու դեպք է պետք, կոնկրետ մի դեպք է պետք, դա երկու պարզ թվերի արտադրյալի a-ների ֆունկցիան է։ Այս արդեն տեսանք, չէ՞, համաձայն եք, չէ՞, որ phi p-1 է, եթե p-ն բաց թիվ է։ Ցանկացած բաց թվի համար։ Պարզվում է, որ եթե երկու իրարից տարբեր բաց թվեր ունենք, դրանց արտադրյալի a-ների ֆունկցիան հավասար է p-1 անգամ q-1։ Այդ կարող ենք ստուգենք։ Պատկերացրեք n-ը pq է, այսինքն 1-ից մինչև PQ այս բոլոր թվերը գրված են։ Մենք ուզում ենք տեսնել PQ-ի հետ փոխադարձաբար բաց թվերը որոնք են։ Ավելի խելամիտ կլինի նայել թե որ թվերն են, որ փոխադարձաբար բաց չեն PQ-ի հետ, որտեղ մեծ մասը փոխադարձաբար բաց պետք է չէ լինի։ Իսկ որ թվերը PQ-ի հետ փոխադարձաբար բաց չեն լինի։ P-ի կամ Q-ի վրա։ Հիմա P-ի բաժանվող թվերը քանի հատ են այստեղ։ Այս հաջորդականության մեջ։ Q-1, չէ՞։ Դե PQ-ին չենք հաշվում։ P-ին ուրեմն P-ի վրա բաժանվող թվերը n-ից փոքր։ P-ն երկու P-ն չէ, մինչև P անգամ Q-1, այսինքն սրանց քանակը Q-1 հատ է։ Նույն կերպ Q-ի բաժանվող թվերը
կլինեն արդեն p-1-ը, չէ՞, q-ն 2q-ն մինչև p-1 անգամ q, դեպ հաջորդը p-q-ն է, այսինքն սրանք էլ p-1 հատիկ։ Համաձայն եք, որ մնացած բոլոր թվերը այս սրանց մեջ p-q-ն հանած, p-q-ի հետ, n-ի հետ փոխադարձաբար բացել։ Մենք քանի հատ են թվերը։ Պետք է այս բոլոր թվերից հանենք այսքան հատ թիվ, չէ՞, այսինքն ընդհանուր քանի թիվ ունենք n-1 կամ p-q-1, դրանից պետք է հանենք p-1, պետք է հանենք q-1։ Ինչ է ստացվում, ստացվում է p-q, հանած p, հանած q, գումարած 1, չէ, որը հենց p-1 անգամ q-1։ Ասեմ, որ հեչ պատահական չի, որ phi p-q-ն ստացվում է phi p անգամ phi q։ Սա այս Euler-ի ֆունկցիան այդպիսի հատկություն ունի, որ եթե n թիվը վերլուծենք բաց թվերի արտադրյալի, նոր աստիճաններով, հա, phi-ը հավասար է այդ բաց թվի աստիճանների Euler-ի ֆունկցիաների արտադրյալի։ Բայց մեզ ընդհանրապես այս բանաձևը բավական է մեր ալգորիթմը նկարագրելու համար։ Եկեք անցնենք ալգորիթմին։ Նախ անվանումը ինչի RSA, ինքը ներկայացվել է Ռևեստի Շամիլի ու Էյդլմանի կողմից, հրեա մաթեմատիկոսներ են, կրիպտոգրաֆներ են, 1977 թվականին, պետք է ասել, որ մինչև 76 թիվը բոլոր հայտնի ալգորիթմները եղել են սիմետրիկ կրիպտոգրաֆիայի ալգորիթմներ։ Սա առաջին ալգորիթմն է ու ամենահայտնի ալգորիթմն է, որը ասիմետրիկ կրիպտոգրաֆիայի ալգորիթմ է ու ինքը օգտագործում է բաց բանալի։ Այս կեսարի բանի ծածկագրի դեպքում, օրինակ, մենք ես կան հայտնի է մենակ տեքստ բանը, հաղորդակցություն ուղարկողին ու ստացողին, մնացածին հայտնի չի, հա։ Իսկ այս ալգորիթմի դեպքում ստացողը, եկեք ալգորիթմը էլի փորձենք պատկերել, ինչ ունենք, ունենք ուղարկող ալիսը, որը բոբին ինչ-որ հաղորդակցություն է ուղարկում, այստեղ կա հանրային բաց բանալի, որի միջոցով ինֆորմացիան գաղտնագրվելու է, հա, եւ այս m-ը դառնալու է c, իսկ ստացողը պետք է իր գաղտնի բանալիով, որ միայն ինքը գիտի, ուրիշ ոչ մեկը, վերցանի այս տեքստը ու ստանա սկզբնական հաղորդակցություն։ Այսպիսի ստրուկտուրայով ալգորիթմները կոչվում են բաց բանալիով գաղտնագրային ալգորիթմներ, հա, public key cryptography անգլերեն։ Հիմա տեսնենք կոնկրետ ալգորիթմի էությունը որն է։ Նախ հիմքը, որ այս ալգորիթմը աշխատում է, դա n-ա, որ մեծ թվերի վերլուծում բաց արտադրիչների հաշվողականորեն բարդ է։ Մեծ թիվ ասելով շատ մեծ թվեր նկատի ունենք, այսինքն օրինակ 2-ի մի քանի հազար աստիճան այդ կարգի թվեր, որոնք մենք կարողանում ենք ինչ-որ կերպ ներկայացնել համակարգչում, հա, այսինքն այդքան բիթեր ունենք, այդքան տեղ ունենք այդ թիվը գրելու, բայց թե այդ թվի բաց արտադրիչները որոնք են, դա հաշվողականորեն շատ դժվար լուծվող խնդիր է, հա։ Այսինքն թիվը վերլուծել բաց արտադրիչները, եթե թիվը շատ մեծ է, դժվար է։ Այդ հիմքի վրա մենք վերցնում ենք երկու հատ մեծ բաց թվեր ու հաշվում ենք դրանց արտադրյալը, p անգամ q։ Արտադրյալ հաշվելը հեշտ է, ի տարբերություն վերլուծել։ Հետո հաշվում ենք բանը, այդ phi-ը, Euler-ի ֆունկցիան n թվի, արդեն իմացանք, որ սրանք չի հավասար։ Դրանից հետո մի հատ թիվ ենք վերցնում, որը այս phi-ից փոքր է, մեկից մեծ է ու phi-ի հետ փոխադարձաբար բաց է։
Այս ամեն ինչը պատկերացրեք, որ անմա նախորդ անմա գոբը, հա, ստացողը ու այս yn-ը տալիս է որպես բաց բանալի։ Yen ու n-ը բոլորին հայտնի են։ N-ը մեր թիվն է, մեծ թիվն է, այս բաց թվերի արտադրյալն է, ուրեմն n-ը մեզ մոտ p անգամ q է, ստեղ գրենք, որ ունենանք։ Yen-ը մի հատ թիվ է, որ phi-ի հետ փոխադարձաբար բաց է։ Հիմա այսպիսի բան կա, այստեղ հանրաշիվ ենք, թվերի տեսություն ենք օգտագործում, այն բոլոր թվերը, որ phi-ի հետ փոխադարձաբար բարձ են, ունեն ինչ-որ իմաստով հակադարձ, հա, այսինքն մի հատ ուրիշ դեթիվ կա, որ ե անգամ դեն մեկ է ստացվում ըստ այդ մոդուլի։ Եթե հետ գանք մեր in-ի դեպքին, հա, որպեսզի մի հատ բարձ օրինակի դեպքում դա գրենք, հա։ Phi-ը ինչերից է կազմված, 1, 2, ոչ թե phi-ը, այլ phi-ը դրանց քանակն, հա։ N-ի հետ փոխադարձաբար բաց թվերը սրանք են, չէ։ 1, 2, 4, 5, 7, 8։ Հիմա 1-ի համար կարեք այնպիսի թիվ ասեք, որ արտադրյալը 1 լինի ըստ մոդուլ 9-ի։ Հենց մեկ։ Այս շատ բաց բան է։ Հիմա 2-ի դեպքում։ 2-ի համար կարեք այնպես թիվ ասեք, սրանց մեջից, որ 1 ստացվի։ Ըստ պարզա, որ արտադրյալը 1 չի կարա, չէ, ստացվի, եթե մնացող չվերցնենք, բայց 8 կստացվի։ Ընդհանրապես ան ու b-ն նույնն են ըստ մոդուլ n-ի, եթե a հանած b-ն բաժանվում է n-ի վրա։ 9 հանած 1-ը, չէ, 8 հանած 1-ը, եթե 4 տնես, 9-ի վրա չի բաժանվում։ Չէ, եթե այստեղ 4 դնենք, կստացվի 8, 8-ն ու 1-ը նույնը չեն ըստ մոդուլ 9-ի, որտեղ իրանց տարբերությունը 9-ի բազմապատիկ չի։ Իսկ ինչ կարող դնենք, որ 3-ն 6 կստացվի էլի, 6-ն ու 1-ը ընդհանրապես այս 1-ին համարժեք թվերը որոնք են ըստ մոդուլ 9-ի։ 1-ն է, 10-ն է, չէ, 10-ը 9-ը, հիմա 10 կարանք ստանանք։ 19-ը չենք կարող ստանանք, բայց 10 կարանք ստանանք։ 5 եթե վերցնենք, չէ։ 2 անգամ 5-ը ինչ է, 10։ 10-ը 1-ի հետ ըստ մոդուլ 9-ի բաղդատելի է։ Ասում ենք անբաղդատելի է b-ի հետ ըստ մոդուլ n-ի, որովհետև 10 հանած 1-ը 9-ի վրա բաժանվում է։ Այսինքն 2-ի հակադարձը այս իմաստով 5-ն է։ Ինչ եմ ասում հակադարձ, այդ գուցե առաջի կուրսեցիները չգիտեն, բայց այս բազմությունը ինքը խումբ է կազմում, ովքեր որ խմբի գաղափարը չգիտեն, այս ասածներից վրա կարակ զուտ լսեք, բայց շատ ուշադրություն չդարձնենք։ Խումբ են կազմում, խումբը բազմություն է, որտեղ ամեն տար հակադարձ ունի։ Այդ 2-ի հակադարձը այդ իմաստով 5-ն է։ Հիմա 3-ի համար եթե փորձեք թիվ գտնել, որ 1-ի հետ բաղդատելի կլինի ըստ մոդուլ 9-ի, չեք գտնի։ Այդպիսի թիվ ուղղակի չկա։ Ուղղակի չկա։ Այնպես որ 3-ը հակադարձ չունի։ Դրա պատճառն է, որ 3-ը այս բանի հետ 9-ի հետ փոխադարձաբար բաց չի։ Այդ ամեն ինչը, եթե Բեզոյի թեորեմը գիտեք, դա կարող է դեպս կամ հանրաշվից արդեն անցած լինեք։ Բեզոյի թեորեմից հետո։ 4-ի համար հակադարձ կարող գտնենք։ Հինգը չի։ 7-ը, չէ, 4 անգամ 7 ինչ է, 28 է, 28 հանած 1-ը 9-ի բաժանում։ 4 անգամ 7։ Ну, 5-ի դեպքում բարձր չէ, որ դա լինի հակադարձը։
Եթե երկուսի հակադարձը 5-ն է, 5-ի հակադարձը 2-ն է։ Ընդհանրապես ասած, այդ հակադարձները միակն են, հա։ Այնպես որ 7-ի հակադարձը լինելու է 4-ը եւ 8-ի հակադարձն էլ ինչ կլինի։ Ըստ ձեզ։ Ինչ ունենք, որ դեռ չենք օգտագործել որպես հակադարձ։ Հենց 8։ Ութը չէ որ ըստ 9 մոդուլի 8-ը -1-ն է։ Իսկ -1-ի հակադարձը -1-ն է։ Դրա համար 8 անգամ 8-ը անպայման 1-ի հետ վաղվատել։ Այս ամեն ինչի իմաստը այն է, որ ցույց տանք, որ այդպիսի թիվ գոյություն ունի, հա։ Դեն կարելի է գտնել, իրականում կարելի է գտնել Էվկլիդեսի ալգորիթմի միջոցով։ Օրինակում կփորձենք դա անել։ Հիմա այս y-ը հայտարարում ենք, բաց բանալի բոլորին հայտնի է։ Իսկ այս d թիվը, n-ը իհարկե հայտնի է, էլի, բայց այս զույգը արդեն հայտնի չի, չէ՞։ D-ն անվանում ենք փակ բանալի։ Ուրեմն այս private key-ն մեզ մոտ d-ն է։ Այս d-ն երբ կարա ինչ-որ կողմնակի մարդը հաշվի։ Տեսանք, որ d-ն y-ի հակադարձն է։ Բայց այդ հակադարձի համար ինքը φ-ը պետք է, չէ՞ իմանա։ Իսկ φ-ը գտնելու համար ինքը պետք է n-ի վերլուծությունը իմանա։ Բայց այս վերլուծություն իմանալը հաշվականորեն բարդ խնդիր է։ Դրա համար գուշակելով կարող է հանկարծ պատահական գուշակի ստացվի, բայց ընդհանրապես ասած, սա ապահով ալգորիթմ է այդ իմաստով, մենք d-ն չենք կարողանում իմանալ։ Զուտ այս y-ից ու n-ից d-ն չենք կարողանում իմանալ։ Եթե φ-ը չենք կարողանում հաշվել։ Հիմա կոնկրետ վերջի քայլը այդ գաղտնագրման ու վերծանման մասն է, ոնց են գաղտնագրում, ոնց ենք վերծանում։ Գաղտնագրելու համար այս m հաղորդագրությունը վերածում ենք թվերի, ինչ որ թվային թվի, հա։ Ու այդ թիվը բացառացնում ենք y աստիճան։ Y-ն այս թիվն է, հա, այս գաղտնագրումը ուրեմն արվում է ոնց։ C-ն ուրեմն է n-ի ունդեղ փոքրատառ եմ գրել, եկեք ստեղ փոքրատառ գրեմ։ M-ի y աստիճան, ըստ մոդուլ n-ի։ Աստիճան հաշվելը բարդություն չի ներկայացնում իրանից, հաշվողական տեսանկյունից, էլի, միշտ կարելի է հաշվել։ Որպեսզի վերծանենք, ինչ ենք անում։ Այս ստացված C-ն բացառացնում ենք d աստիճան, կարա չէ Բոբը դա անի, որովհետև ինքը d-ն գիտի։ Ուրիշ ոչ մեկը d-ն չգիտի, բայց Բոբը d-ն գիտի ու դրա միջոցով վերծանում կարողանում անել։ Ուտերից m-ը ստացվում։ Ինչի ասա ճիշտ, որովհետև ինչ ենք արել, մենք m-ը մի հատ y աստիճան ենք բարձրացրել, մի հատ էլ d աստիճան ենք, չէ, բարձրացրել, այս ստացված թիվը, այսինքն արդյունքում մենք m-ը մի հատ y աստիճան, մի հատ d աստիճան ենք բարձրացրել, այսինքն m-ը բարձրացրել ենք yd աստիճան, չէ, բայց այս yd-ն իրանց ինչ է ներկայացնում, ինքը, ճիշտ մեկ չի իհարկե, ճիշտ մեկ չի, բայց yd-ն մեկի հետ վաղդատելի է ըստ մոդուլ n-ի, չէ, այսինքն 1 պլյուս ինչ-որ կային աստիճան է։ Ինքն m անգամ m-ի կային աստիճան է, իսկ սա m-ի հետ վաղդատելի է ըստ մոդուլ n-ի, ինչի, որովհետև դա բխում է Էյլերի Ֆերմայի թեորեմից։ Եթե Ֆերմայի փոքր թեորեմը չգիտեք, ոչինչ, բայց կարակ սենց պատկերացնենք, որ այս yd-ն 1 է, հա, ըստ մոդուլ n-ի, հենց որ m-ի yd-ն էլ ունելու է m-ի 1 աստիճան ըստ մոդուլ n-ի, այդ ամեն ինչը կարելի է հիմնավորել իհարկե խիստ։ Արդյունքում ըստեղից ստանում ենք m-ը, ու քանի որ այս մի հատ պահանջ էլ կա, որ ըստեղ չի դրվել, բայց այս հաղորդագրությունը մենք որ թվի ենք վերածում, ինքը n-ից փոքր պետք է լինի,
անպայման։ Այդ դա ինչի համար է արվում, որ մենք վերջում որ ըստ n-ի մնացորդ վերցնենք, հենց այն ստացվի, որտեղ n-ից փոքր թվի մնացորդը n-ի վրա հենց իրանա հավասար։ Եկեք այս ամեն ինչը հարցեր կան այս մեթոդի հետ կապված։ Եկեք կոնկրետ օրինակի վրա անենք, որ հասկանալի լինի։ Գծագիրը թողենք, այստեղ զուտ թվերը գրենք։ Դե փոքր թվեր ենք, պրակտիկայում իհարկե փոքր թվեր չեն վերցնում, բայց մենք փոքր թվեր վերցնենք, որ հաշվարկը հեշտ լինի անել։ Ուրեմն yen վերցնում ենք 7, նո սկզբում n-ը չէ, պետք է վերցնենք, լավ, եկեք yen-ը առայժմ։ N-ը վերցնում ենք 33։ Իր վերլուծությունը 3 անգամ 15։ Ուրեմն ինքը 2 բաց թվերի, իրարից տարբեր բաց թվերի արտոններ։ Yen սկզբից տրված է որպես բացբանալի, եկեք գրենք, տեսնենք, որ ինքը իրոք այս պահանջներին համապատասխանում է։ Նու ֆին եթե հաշվենք, հաջորդ քայլը ֆի-ը գտնելն է, չէ՞։ Այստեղ հաշվարկ գրած անորից չգրեմ։ Ըստ բանաձևի ֆի-ը 20 է։ Ու կարևոր է տեսնել, որ մենք ուզում ենք այս yen ֆի-ի հետ փոխադարձաբար բացել, չէ՞։ 7-ը 20-ը բնականաբար փոխադարձաբար բացել։ Հիմա ըստեղից ոնց ենք դեն ստանում։ Դեն յեի հակադարձն է, 7-ի հակադարձը ոնց ստանանք։ Այդ Բեզուի թեորեմը ծանոթ է բոլորին Բեզուի թեորեմը, թե չէ։ Բեզուի թեորեմը հիշեցնեմ, ուրեմն, եթե երկու թվեր փոխադարձաբար պարզեն, հետևում է, որ գոյությունն է ինչ-որ ամբողջ թվեր, որ ax plus by-ը հավասար է 1-ի։ Սա այս թեորեմը կարելի է ապացուցել Էվկլիդեսի ալգորիթմի միջոցով։ Էվկլիդեսի ալգորիթմը ձև է երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարը հաշվելու համար։ Եկեք եթե հիշացնեմ, վնաս չի հաստատ։ Ոնց են 7-ի, եթե 7-ի 20-ի ամենամեծ ընդհանուր բաժանարը չիմանանք, ոնց ենք հաշվելու։ 20-ը բաժանում ենք 7-ի, չէ՞։ 20-ը բաժանում ենք 7-ի, ինչ է ստացվում։ Մնացորդով ենք բաժանում իհարկե։ 3 ստացվում է քանոտ։ 2 քանոտ 6 մնացորդ։ Հետո ինչ ենք անում։ Հետո վերցնում ենք այս 7-ը ու բաժանում այս մնացորդի վրա, չէ՞։ Ստացվում է 1 անգամ 6 պլյուս 1։ Նու հենց 1 ստացանք արդեն նու մի հատ էլ չէ, իրականում եթե ալգորիթմը ճիշտ ասենք, մի հատ էլ այս նախորդ մնացորդը պետք է բաժանենք հաջորդ մնացորդի վրա, նու քան որ այդ հաջորդ մնացորդը 1-ն է, արդեն հաջորդ վերջի մնացորդը 0 կստացվի։ Ու նայում ենք այս նախավերջին մնացորդին, թվին, ինքը հենց ամենամեծ ընդհանուր բաժանարն է։ 7-ի 20։ Ըստեղից ոնց կարանք այս վերլուծությանը հետ գանք, այս 1-ից սկսում ենք, 1-ը գրում ենք 7-ից հանած 1 անգամ 6, հա, հետո 6-ն էլ գրում ենք այս վերլուծությունից ելնելով 7-ից հանած, եկեք 1 անգամը չգրեմ, 20-ից հանած 2 անգամ 7, չէ։ Այստեղից եթե խմբավորենք ինչ կստացվի, քանի հատ 7 կստացվի։ 3 հատ 7 եւ քանի հատ 20 մինուս 1։ Մեկը ստացվեց 3 անգամ 7 պլյուս մինուս 1 անգամ 20, եթե այս թեորեմին նայեք, ան 7-ն է, բեն 20-ն է, x-ը ստացվեց 3, իհարկե ինքը միակ x-ը չի, բայց մենք մի հատ x ստացանք։ x-ը 3, y-ը մինուս 1։ Հա, սա Էվկլիդեսի ալգորիթմի միջոցով այս վերլուծությունը ստանալն է, իսկ սա մեզ թույլ է տալիս արդեն հակադարձ ստանալ։ Մենք ուզում ենք գտնել 7-ի հակադարձը ըստ 20-ի, չէ, ըստ մոդուլ 20-ի։
Այս ամբողջ արտահայտությունը եթե մոդուլ 20-ով նայենք, ինչ կստացվի։ Այսինքն բոլոր կողմերից մնացորդ վերցնենք 20-ի վրա։ Կստացի 1-ը հավասար է, այստեղ 3 անգամ 7, իսկ այստեղ չէ, ոնց -1, 0, որտեղ -20-ը 20-ի վրա բաժանում է, չէ, 0 կստացվի։ Սա տեսեք ինչ ստացվեց, ստացվեց, որ 7-ի հակադարձը 3-ն է, ըստ մոդուլ 20, 3-ի հակադարձը 7-ն է, մեզ պետք էր 7-ի հակադարձը, չէ, 7-ի հակադարձը հավասար է 3-ի։ Նու դա կարելի է իհարկե հերթով դնելով էլ գտնել, հա, 7 անգամ 1-ը չէր ստացվի, 7 անգամ 2-ը չէր ստացվի, 7 անգամ 3-ը 21, ըստ մոդուլ 20-ի 1 այնք։ Այս ձևով դենք տանք ու հայտարարում ենք փակ բանալին 3.33։ Այս 3-ի մասին մենակ ստացվող է դի, ուրիշ ոչ մեկը չի։ Հիմա եկեք տեսնենք այս գաղտնագրումը ոնց է աշխատում։ Ասենք մեր նամակը հաղորդագրությունը ինչ որ ձեր թվի ենք վերածել, այդ թիվը 4-ն է։ Ոնց ենք այդ 4-ը գաղտնագրում։ Իրան պետք է բացրացնենք, տեսեք, ստեղ գրած է Ե աստիճան, հա։ 4-ին, եկեք ես մաքրեմ, 4-ը եթե բացրացնենք 7 աստիճան։ Ըստ մոդուլ 20-ի, չէ, պետք է հաշվենք։ Եկեք միշտ կարելի է ոչ թե հենց ամբողջ արտադրելը հաշվել նոր, մնացորդ գտնել, հաշվարկների ընթացքում մնացորդներ հաշվել։ Օրինակ սա հավասար է 4-ի խորանարդ, չէ, անգամ 4-ի խորանարդ անգամ 4։ Այս 4-ի խորանարդը ըստ մոդուլ 20-ի ինչ է։ 4-ի խորանարդը 64-ն է, չէ։ 64-ը եթե 20-ի վրա բաժանենք ինչքան մնացորդ կտա։ 4։ Ուրեմն սա կարող ենք գրենք 4։ Սա էլ կարող ենք գրենք 4, այդ 4-ն է 4։ Ինչ կստացվի։ Այս նույն 64-ն մնացորդը կտա 4։ Հա, բայց այդտեղ սխալ բան արեցինք ժողովուրդ։ Մոդ n-ով պետք է անենք, չէ, ոչ թե phi-ով, հա, չէր գաղտնագրվի ոչ մի ձև։ Այստեղ կներեք սխալվեցիք։ Մենք n-ը որն է մեզ մոտ։ 33-ը։ N-ը 30, դրա համար չգաղտնագրվեց, էլի 4-ից 4 ստացանք, ոչ մի բան հետ։ Չէ, ոչ։ Եկեք նորից անենք։ 64-ը, չէ, 4-ի խորանարդը, ըստ 33-ի։ Չէ։ 64-ը հավասար է 2 անգամ 33 հանած 2, չէ։ Այսինքն, նու կամ 31 կարան գրենք, կամ -2 կարան գրենք, դա էական չի։ Հարմարության համար փոքր թվերով աշխատենք։ -2, այս էլ -2, 4-ն էլ 4։ Ճիշտ արեցինք ամեն ինչ։ Մի վայրկյան, մենք 4-ը բացրացել ենք 7 աստիճան, ստացանք 64 անգամ 4, 64-ը 33 մնացորդով 31 է, չէ, կամ -2-ը։ Այս էլ է -2, 4-ն էլ 4-ը։ Եթե սրանք բազմապատկենք, ինչ կստացվի։ 16 կստացվի, չէ։ Չգիտեմ ինչի անդեղ 31 ստացվել, բայց եկեք մի հատ ամեն դեպքում ստուգենք, հա, հաշվիչով։ Միգուցե ինչ որ բան սխալ ենք արել, չնայած չպետք է սխալ անենք։ 4-ի 7 աստիճան 16384-ն է։ Եթե սա բաժանենք 33-ի վրա, ստացվում է 496, այս 496-ը
բազում պատկենք եղել։ Չէ, 16-ը ստացվում։ Այստեղ սխալ եմ գրել։ Եմ 16 պետք է ստացվի։ Այս մեր բան գաղտնագրված հաղորդագրություն լինում է 16։ Դա բոլորը կարան հաշվեն, հա, որովհետև բոլորին հայտնի է n, բոլորին հայտնի է n-ը, բոլորին հայտնի է m-ը։ Ну, բոլորին m-ը իհարկե բոլորին հայտնի չի, բայց ով կարողանա այդ պահին այդ հաղորդագրությունը իմանալ, չէ, m-ը բոլորին հայտնի չի, m-ը պետք է հայտնի լինի միայն ուղղակով, չէ, որ այդ նամակը գրել է։ Այդ նամակը ծածկագրվեց դառավ 16։ 16-ը կարա գաղտնա լսողին հայտնի դառնա, բայց թե 16-ից ինքը ինչ եզրակացություն, ոնց կիմանա, որ m-ը 4-ն է, այս հաջորդ քայլը պետք է անի, բայց այս դեն չկա, հա։ Դեն չկա, բայց քան որ Բոբը գիտի դեն ինչ է ուրեմն, դեն 3 է, չէ, այստեղ չգրեցինք, դեն 3 է։ Ինքը ինչ կանի, ինքը կվերցնի այս ծածկագիրը, 16-ը, կբացրացնի խորանարդ, հա։ Եկեք բացրացնենք խորանարդ։ Ինչ պետք է գրենք, 16 անգամ 16 անգամ 16, 16 անգամ 16-ը 256-ն է, չէ, 256-ը 33-ի վրա ինչ մնացորդ կտա, եթե բաժանենք, 8 չի ստացվի, 7 կստացվի, 7 անգամ 33, սա 231 է, դուս 25, ծորդը ճիշտ ավեցինք։ Այսինքն 16 անգամ 16 անգամ 16, հետո սա այս 16 անգամ 16-ը 25 է, 25 անգամ 16-ն էլ ինչի է հավասար, 400 է, մի հատ էլ 400-ը պետք է բաժանենք, որ մնացորդը գտնենք, 400 եթե բաժանենք 12, հա, 4 մնացորդ, ըստ մոդուլ 33, ինչ ստացանք, սկզբնական հաղորդագրություն, չիմացող մարդկանց է ֆոկուս կարա թվա, բայց ոչ մի ֆոկուս չկա, էլի, ամբողջը մաթեմատիկա է, ամբողջ թվերի տեսության բավականին պարզ կիրառություն է, սա իրոք բավականին պարզ կիրառություն։ Այսպես կամ իհարկե ընդհանուր դեպքում պրակտիկայում ամեն ինչը շատ մեծ է, ու այդ հաշվարկները ձեռքով իհարկե չեն արվի, կարող են հաշվիչներով ինչ-որ Python-ով կարող արվի կամ չգիտեմ, ինչ-որ ժամանակակից հաշվարկային մեքենաներով, բայց ընդհանուր սկզբունքը այդ է, մենք սկզբնական հաղորդագրությունը վերածում ենք թվի, ինչ-որ, հետո այդ թվի հետ կատարում ենք այս գործողությունները, արդյունքում ստացողը ստանում է հենց այն հաղորդագրությունը, որ պետք է ստանալ։ Այստեղ այս ալգորիթմը մինչև այս պահը, քանի դեռ չի գտնվել թվերի ֆակտորիզացիայի վերլուծության էֆեկտիվ եղանակ, այս ալգորիթմը աշխատել է։ Հենց գտնվի թվերի պարզ արտադրիչներով վերլուծության էֆեկտիվ եղանակ, այս ալգորիթմը շատ հեշտ կլինի կոտրել արդեն։ Բայց ինքը այս պայծությամբ աշխատող ալգորիթմ է, իրան էլի կարելի է ինչ-որ մոդիֆիկացիաների ենթարկել, ավելի դժվարացնել իրան կոտրելը, հա։ Այսօր մի քանի կիրառություններ եմ նշել կրիպտոգրաֆիայի, ոչ թե այս ալգորիթմի, այլ հենց կրիպտոգրաֆիայի։ Սրանցից մեկը այս թվային ստորագրությունը, հենց RSA-ի հիման վրա է արվում։ Տեսեք, ստեղ ինչի է այս առաջի հայացքից ահագին տարօրինակ թվացող հանրային բանալին կարևոր։ Թվային ստորագրությունը ինչ է, մարդը ենթադրենք A-ից B, հա, նամակ պետք է գնա, B-ն պետք է համոզված լինի, որ այդ նամակը A-ից է գալիս, չէ։ Ու դա ընդհանրապես ասած ստորագրությունը ինքը գաղտնագրված է, որ ոչ մեկը չկարենա, չէ, այդ մարդու տեղը ստորագրի։ Բայց այդ իմանալ, որ այդ ստորագրությունը այդ մարդն է արել,
դա բաց է բոլորի համար։ Բոլորը կարող են իմանան, այսինքն այդ բաց բանալին ոնց որ թույլ է տալիս, որ ցանկացած մարդ կարողանա վերիֆիկացնի, որ այդ հաղորդագրությունը ստորագրված է այի կողմից։ Բայց այս ստորագրությունը կեղծելը, այսինքն ինչ որ ձև այդ նույն բանը անելը։ Արդեն այս խնդիրը դա բախվում հնարավոր չի անել, եթե գաղտնի բանալին չկա, հա։ Այսինքն երբ որ թվային ստորագրություն են դնում, այդ ստացողը այդ համակարգն է, հա, ինչ որ համակարգը, որը հաստատում է, որ սա քո թվային ստորագրությունն է։ Բայց ոչ մեկ չի կարող կեղծել քո ստորագրությունը, եթե ձևը չի իմանա, էլի, այդ ձևն էլ այս ալգորիթմի տակ է թաքնված։ Ու մի հատ էլ հիմնական սկզբունք ասեմ կրիպտոգրաֆիայի, որ եթե տեսնեք, ալգորիթմը բոլորին հայտնի է, այսինքն ալգորիթմը թաքցնելու իմաստ չկա։ Ամենակարևոր սկզբունքը կրիպտոգրաֆիայի բանալին գաղտնի պահելն է։ Ինչքան էլ ալգորիթմը բաց լինի, եթե բանալին գաղտնի է, իրան կոտրելը շատ դժվար է։ Ու եթե իհարկե ալգորիթմը լավն է, որտեղ եթե վատ ալգորիթմ լինի, օրինակ այդ նույն կեսարի ծածկագրի պես, որ հիմա վատ ալգորիթմ է, ժամանակին աշխատել է, բայց հիմա չի աշխատի, իհարկե։ Ամենակարևորը նորից եմ ասում բանալի գաղտնիությունն է եւ ալգորիթմի որակը, բայց ալգորիթմի գաղտնիությունը հեչ էական չի էլի այս դեպքում։ Այստեղ էլ ինչ կիրառություն գաղտնաբար գրել գաղտնաբար, ասենք ինչ որ հաշվի համար, հա, գաղտնաբար ունենալը, կազմելը հենց կրիպտոգրաֆիայի մեջ է ամբողջովին մտնում, որովհետեւ գաղտնաբար երբ որ գրում ես, դա պահվում է ինչ որ այդ հեշի տեսքով, հա, ինչ որ ֆունկցիա է գաղտնաբարի վրա կիրառվում, իրան մի հատ տող է սարքում, որը արդեն հետ գնալ դժվար է, հա, այդ տողից թե որ գաղտնաբարն է այդ տողը դա չի ստացվում գտնել։ Բանկային քարտերում է կիրառվում, կրիպտոարժույթներում է կիրառվում, այս ծայրածայր գաղտնագրումն էլ end-to-end encryption-ն է, որի նպատակը որն է, հաղորդագրությունը էլի այից ուղարկողից ստացողին հասնելուց ընդհանրապես ոչ մեկի ներգործության չի ենթարկվի, հա, ոչ մեկը չկարողանա լսի, հասարակ, չգիտեմ, եթե Telegram-ով օրինակ զանգ եք անում, այնտեղ դրա մասին գրվում է, հա, end-to-end encryption, ինչ որ սմայլիկներ է դնում ու ասում է, եթե ում որ զանգել ես իր մոտել են, նույն սմայլիկները ուրեմն ամբողջովին գաղտնագրված է ու ոչ մեկ չի կարող, էլի քո զանգը լսի։ Այնպես որ այս կրիպտոգրաֆիան ամեն տեղ կիրառվում է, այդ կյանքում գնալով կիրառությունները ավելանում են հավանաբար, ինքը շատ կարևոր բան է, մենք հաջորդ շաբաթ կփորձենք կքննարկենք եւս մի բան, որ կոդերի հետ է կապված, error correcting code, ինչպես ուղղել սխալ հասած կոդը, հա, դրա մասին կխոսենք, դա եւս բավական հետաքրքիր բան է, ուտեղ էլ մաթեմատիկան շատ հետաքրքիր ձևով կիրառվում է։ Այսօր համար այսքանը։